Մայիսի 15-ին Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի հացահատիկի հերթական խմբաքանակը։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հայաստան կուղարկվի 14 երկաթուղային վագոն, որոնք կտեղափոխեն 977 տոննա հացահատիկ։ Կիևի վրա ռուսական հրթիռների և ԱԹՍ-ների հերթական զանգվածային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ, այդ թվում 3 երեխա, կան տասնյակ վիրավորներ։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն մայիսի 15-ը քաղաքում սգո օր է հայտարարել։ Այդ օրը Կիևում կիչեցվեն պետական դրոշները, քաղաքում կարգելվեն ժամանցային բոլոր միջոցառումները։ Ուկրաինական զինված ուժերը հայտնել են, որ մեկ օրվա ընթացքում ռուսական բանակն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 892 անօդաչու թռչող սարք, որոնցից 710-ը կասեցվել է հակաօդային պաշտպանության միջոցով։ Պատերազմի ընթացքում առաջին անգամ հարձակման է ենթարկվել նաև Անդրկարպատյան մարզի մայրաքաղաք Ուժգորոդը։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիվիհան հայտնել է, որ Կիևի վրա զանգվածային օդային հարձակման կապակցությամբ իր գերատեսչությունը նախաձեռնելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ։ Չինաստանի նախագահ Սի Ցինփինը մայիսի 15-ին փակ հանդիպում է անցկացրել պետական այցով երկիր այցելած Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Սին դրական է գնահատել ամերիկյան կողմի հետ շփումները։ Այցը պատմական է։ Միասին մենք հաստատեցինք Չինաստան-ԱՄՆ կառուցողական, ռազմավարական եւ կայուն հարաբերություններ ունենալու դիրքորոշումը, ասել է Չինաստանի նախագահը։ Նա հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցությունների արդյունքում կարևոր փոխըմբռնման են հասել կայուն տնտեսական եւ առևտրային կապերը պահպանելու, տարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու եւ միմյանց մտահոգությունները պատշաճ կերպով լուծելու վերաբերյալ։ Չինաստանի առաջնորդը կարևորել է բանակցություններում ձեռք բերված կոնսենսուսը պահպանելն ու հարաբերությունները ճիշտ ուղու վրա պահելը։ Դոնալդ Թրամփը Սի Ցինփինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ այդ երկիրը կարող է սկսել նավթ գնել Միացյալ Նահանգներից։ Սին ասել է, որ նրան դուր է գալիս այդ միտքը։ Կարծում եմ, դա տեղի կունենա։ Մենք չինական նավերն ուղարկելու ենք Տեխաս, Լուիզիանա եւ Ալյասկա, ասել է Թրամփը։ Հնարավոր գործարքի մասին այլ մանրամասներ հայտնի չեն։ Թրամփը նաեւ հայտարարել է, որ Չինաստանի նախագահը համաձայնել է գնել 200 Boeing ինքնաթիռ։ Մայիսի 13-ից 15-ը Չինաստան կատարած պետական այցի շրջանակում նրան ուղեկցել են ամերիկացի խոշոր գործարարներ, այդ թվում Boeing-ի ղեկավար եւ նախագահ Քելի Օրտբերգը։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն NBC News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Սի Ցինփինի հանդիպումից հետո Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը Թայվանի հարցում։ ԱՄՆ քաղաքականությունը Թայվանի նկատմամբ բավական հետևողական է եղել մի քանի նախագահական վարչակազմերի շրջանում եւ չի փոխվել նաեւ այսօր, ասել է Ռուբիոն։ Նա նշել է, որ Չինաստանը բարձրացրել է այդ հարցը բանակցությունների ժամանակ, սակայն այն առանձնահատուկ տեղ չի զբաղեցրել։ Ռուբիոն քննադատել է Թայվանի վրա Չինաստանի աճող ռազմական ճնշումը։ Նա նաեւ անդրադարձել է էներգակիրների համաշխարհային գներին։ Նախագահ Դոնալդ Թրամփը թույլ չի տա Իրանին Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով բենզինի գների աճն օգտագործել, որպեսզի հակամարտության կարգավորման շուրջ Վաշինգտոնի համար ոչ շահավետ գործարք կնքվի, հայտարարել է պետքարտուղարը։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ում արդեն միջոցառումներ են ձեռնարկվել բենզինի գները պահպանելու համար եւ դրանք նվազելու են։ Դավիթ Մուրադյան, լուրեր։